Մասնագիտական դիտարկումները ցույց են տալիս, որ այստեղ գործած իշխանական ընտանիքները նաև ունեցել են իհարկե այլ վայրերում իրենց աշխատանքների հետ որոշակի ընդհանրություններ, օրինակ նույն Պահլավունիները մենք գիտենք, որ հովանավորել են Մարմաշենի եկեղեցու շինարարությունը եւ պատահական չէ, որ այստեղ Ամբերդի կաթողիկե եկեղեցին եւ Մարմաշենի եկեղեցին ունեն նույն ճարտարապետական լուծումները եւ մասնագետները նույնիսկ առաջ են քաշել տեսակետ, որ կարող է միևնույն ճարտարապետը աշխատած լինել այս երկու տեղերում էլ։ Եվ այս ոճը, որ կիրառվել է այս եկեղեցու պարագայում, մեր հայկական ճարտարապետության մեջ նշմարելի է դեռևս 10-րդ դարից սկսած, օրինակ Սանահնի եկեղեցիներից մեկի պարագայում եւ հենց հետագայում սկսել է անվանվել հաճախ Ամբերդի անունով, որովհետև ոճը կարծեք ավելի տարածում է գտնում հենց Ամբերդի եկեղեցու շինարարությունից հետո։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։